Նախ այստեղ դավանաբանական հարցերի վերաբերյալ կարծիք արտահայտվեց, կարգավորությանը բերեց ինչ ոնց որ կապվեց, ուզում եմ շեշտել, որ մենք դավանաբանական հարցերով կարգալույց եղած չենք եւ կարծում որ դատարանն այս թեման քննարկել է ավելորդ է։ Երկրորդ, փաստաբաններից մեկը ասում էր, որ Արագածոտնի թեմ ունի վարչական ղեկավար եւ փաստացի թեմը վարում է վարչական ղեկավարը, իսկ մյուս փաստաբանն ասում է, որ մենք գործ ունենք Արագածոտնի թեմի առաջնորդի հետ։ Հիմա այստեղ հակասություն այլևս առաջանում, մենք գործ ունենք Արագածոտնի թեմի առաջնորդի հետ, թե այլևս նախկին առաջնորդի հետ, եւ սա պետք է ճշտվի։ Երրորդ, այստեղ պետության ուրեմն անվտանգություն տրամադրելու մասով մենք ունենք լուրջ պատճառներ, որ պետությունը պիտի մեզ անվտանգություն տրամադրել, որովհետեւ այստեղ հնարավոր է, որ վնասվեր ոչ միայն ես, այլ նաև իմ ընտանիքը եւ նաև ինձ հետ ուժող Տեր Թադեի ընտանիքը եւ կա տեսանյութերը նախաքննական մարմին մենք տրամադրել ենք, թե ինչպես են շրջափակել մեր տունը, ինչպես են վախեցրել ինձ, իմ կնոջը, երեխաներիս շարունակության մեջ պիտի շեշտեմ, որ մենք նաև մեր կարգալուծությունը չենք ընդունում, որովհետեւ նոր հարգարժան փաստաբանն ասաց, որ փաստացի այս մարդիկ կարգալույց եղած են եւ որևէ առնչություն չունեն հայ առաքելական եկեղեցու հետ, ուզում եմ հարգարժան փաստաբանին որպես հոգեվորական տեղեկացնել, որ եթե անգամ ընդունենք մեր կարգալույծությունը, դա դեռ չի զրկում մեզ հայ առաքելական եկեղեցու ուրեմն զավակ լինել եւ կարգալույծությունը դեռ չի նշանակում առհասարակ հայ առաքելական եկեղեցուց լինել դուրս եւ որոշողը կարծում փաստաբանը չպետք է լինի, մենք հայ առաքելական եկեղեցու անդամ ենք, թե ոչ։ Հաջորդը, որ դարձյալ կուզեմ շեշտել, այստեղ կարևոր է, որ մենք գիտակցենք ու հասկանանք, որ բացի մեր հոգեվորական լինելը, մենք նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք եւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, եթե մեր իրավունքները ոտնահարված է, իսկ մենք այստեղ տեսնում ենք, որ փաստացի, ուրեմն եկեղեցական վերադասը իր արտոնություններից օգտվելով նաև եկեղեցական հակականոնական կեցվածքը ընդգրկել ընդունել, որովհետև տվյալ մարմինը, որը որ զբաղվում է մեր կարգալուծություններով, դրա ոչ բոլոր անդամներն են ստորագրել, այսինքն այն մարմինը, այն խորհուրդը, որը ստեղծվել էր կարգալուծությունների հարցը քննարկելու համար, այդ մարմնի ոչ բոլոր անդամներն են համաձայն եղել մեր կարգալուծության հետ։ Հետևաբար տվյալ մարմինը այնտեղ էլ անգամ խնդիր կա, որտեղ ստեղծված մարմինը իր գնահատականը բացասական է տվել, իսկ Ամենայն Հայոց կաթողիկոսը հաշվի չի առել այդ մարմնի տված գնահատականը։ Եվ վերջինը, որ կուզենամ կրկնել, այստեղ փաստաբանը շեշտեց, որ այս մարդիկ հաշվի չեն առել Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը, ես ինքս անձամբ ուզում եմ շեշտել, որ ես հաշվի եմ առել Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը, այն հրահանգը, որ իջեցվել էր ընդհանուր այս իրավիճակի չստեղծման համար, բայց փաստացի հակառակ կողմը ինքը առաջինն է դերքել կամ չի կատարել Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը։ Իսկ դուք փաստացի ներկայում եք հավանաբար Այո, քանի որ չեմ ընդունում իմ կարգալուծությունը եւ պաշտոնի չարաշահում եմ համանուն, շարունակում կարող եմ։ Իսկ թե հոգեվորականները դուք ինչ-որ շփվում եք, հիմա չեք շփվում, այսինքն թե ես ճիշտ եմ հասկանում, կենտրոնական մարմինը գտնվում է աշտարակում։ Կենտրոնական մարմինը գտնվում է աշտարակում, առհասարակ ինչ չի վերաբերվում կալանքի հարցով մնա թե չմնա, բայց քանի որ թեմի կողմից շարունակում էին խոչընդոտել մեր աշխատանքը եւ կամ վարչական ղեկավարն է խոչընդոտում կամ միգուցե նաեւ թեմի նախկին առաջնորդը, հետեւաբար մենք մեր այս աշխատանքային process-ի մեջ խոչընդոտների հանդիպել ենք եւ թեմը ունի վարչական խորհուրդ, այո, թեմի վարչական խորհուրդը հաշվի չառնելով մեր անմեղության կանխավարկածը որոշակի խոչընդոտներ հարուցել մեր ծառայության մասին։ Շատ նստեք։ Հարգարժան դատարան, շնորհակալություն հնարավորության համար, ես խոսք ասեմ, նախ որպես հոգեվորական չեմ կարող, միգուցե այստեղ դատարանի հետ այդքան առնչվող չի կամ նեղ եկեղեցական խնդիր է, բայց որպես հոգեվորական չեմ կարող չանդրադառնալ այն փաստին, մեր կարգալուծության կապված, առաջին կուզեմ դրան անդրադառնալ, մենք համարում ենք ամբողջությամբ ապօրեն կարգալուծություն, նախ եթե ինքը որևէ օրինական հիմք լիներ, անձամբ ես որևէ հաստատում մայրաթորի պաշտոնեական որևէ տեղից չեմ ստացել, եթե իրենք շեշտում են, որ ունի օրենսդրություն
կառավարություն, եկեղեցին, ինչի վրա ես կներեք շատ խիստ եմ կասկածում, կա անձիկը մահաճույք եւ ինչպես կամենում են այդ բանի որոշում են։ Եթե կա, ուրեմն եթե այդ կարգալուծության թուղթը հստակ կնքված, արձանագրված, ես անձամբ հանդիպում եմ ունեցել այդ խորհրդի հետ, որ իմ հարցը պետք է քններ։ Հանդիպում եմ ունեցել 1 ժամ զրուցել եմ այնտեղ, որևէ ստորագրություն հանձնախմբի անդամների կողմից, ինչ հարց են ինձ տվել, ինչ եմ ես պատասխանել, ես ինչ եմ այնտեղ իրենց խնդրել, որևէ բան, որևէ արձանագրություն, որևէ սղագրում, որևէ բան չկա, ես հանկարծակի իմացել եմ սոցցանցերից, հեռախոսի միջոցով, եւ դա համարվել է հասարակության համար հիմք, բայց մինչև այսօր որևէ պաշտոնական փաստաթուղթ չի եկել այն հասցեում, որ ես բնակվել եմ, բայց դրանից հետո մի քանի փաստաթղթեր փոստի միջոցով եկել են, որ ես չեմ մասնակցելու այսինչ ծրագրին կամ այնինչ խնդրի հետ կապված, այսինքն եթե գործ ունենք հստակ կանոնակարգված ինստիտուտի հետ, ապա նա չի կարող ինչ-որ մի որոշումը որևէ թուղթ չուղարկել, ընդ որում կներեք, սա ամենածանր որոշում է, որտեղ վերաբերվում է իմ ամբողջ կյանքին, ես իմ ամբողջ կյանքը դրել եմ եկեղեցու մեջ, ամբողջ կյանքը, ուսանողությունից սկսած, եւ ես ու հանկարծ մի պար որոշեմ, որ ես այլևս չեմ զբաղվելու, ես ունեմ ապրելու խնդիր, ես ունեմ երեխաներ, ես ունեմ ծնող եւ այլ խնդիրներ, ու հանկարծ մի պար որոշեմ, որ ես չեմ զբաղվելու ու վերջ, ու այլևս այդ սկզբունքը թելադրեն, համացանցով տարածեն, լրատվամիջոցներով տարածվեն, սա ուղղակի ինձ համար անընդունելի է։ Եթե կար իմ համար կարգալուծություն, եթե ճիշտ են ասում, ուրեմն պետք է ամենաառաջինը մինչև համացանցում դնելը, ամենաառաջինը պետք է ինձ ամենակիչը մի քանի էջանոց թուղթ լիներ, որ ես ինչ եմ խոսացել, ես գնացել եմ այդ հանձնախմբի շնորհների, չգիտեմ, մեդալների հանձնախմբի, կարգալուծության հանձնախմբի կամ հետ այսուք ասեմ, հանձնախմբի հետ հանդիպել եմ, 1 ժամ զրուցել եմ, 1 ժամ զրուցել դա բավականին ժամանակահատված, այսինքն չենք նստել մենք հանձնախմբի անդամների երեսներին նայել իրար, 1 ժամ մենք շատ թեժ զրույց ենք ունեցել, եւ ես այնտեղ հստակ մեկ խնդրանք ունեցել եմ իրաց, հստակ, որ ես այս բանին չեմ բարձրաձայնի, բայց ասել եմ, որ ինչ պետք է ինձ խնդրում եմ, ինձ մի արեք ես ինչ բան է։ Եվ դրանից հետո անցել է որոշ ժամանակ, ոչ ձայն են անել, ոչ մի բան չի եղել, ու ինձ կարգալույց են անել, ու որևէ հիմք չկա, հիմք պետք է լինի, հասկանում եք, ես իբրև ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես նշեց հարգելի փաստաբանը, որ եկեղեցին եւ պետությունը իրարից անջատված են, բայց ես ուզում եմ չստեմ, որ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, եւ այդ եկեղեցին չի կարող պետությունից վեր օրենքներ ունենալ, չի կարող, եւ եթե դավանական է իմ խնդիրը, խնդիր չի, ներկայացեք, միգուցե ես հասկանում եմ, որ ներ եկեղեցական խնդիրի ասում, լավ, ես սխալվել եմ, ես երիտասարդ եմ, դուք այնտեղ մայրաթորում նստած բավականին տարիքով մարդիկ անցել եք հստակ ճանապարհ, ես նոր եմ անցնում, միգուցե իրենք այդ ամեն ինչ երբ որ ինձ փաստացի ներկայացնեն, ես ասեի լավ, շատ բարի, ես սխալվել եմ, կներեք, բայց ես ընդամենը իբրև մարդ շարքային քաղաքացի իբրև եկեղեցական, ես Facebook-ում գրել եմ մեկ գրառում, որը մինչև այսօր հասանելի է, որտեղ որևէ անձ, որևէ ինստիտուտ, որևէ բան ես չեմ վիրավորել, ոչ մի բան չեմ արել, ընդամենը ես ասել եմ, որ մեր եկեղեցուցներ կան խնդիրներ, խորը ճգնաժամեր, ես դա դրել եմ ոչ թե նրա համար, որ ուզեցել եմ իմ եկեղեցուն ցավացնեմ, այլ դրել եմ նրա համար, որպեսզի իմ եկեղեցին բուժվի, եւ սա հիմք է առաջացրել, հիմք Նաև սա իմ ազատ խոսքն է, սա իմ ազատ խոսքի հստակ ճնշում է եղել, հիմք է առաջացել, որ տարել են կարգալուծության, ուրիշ հիմք ես մինչև այս բան չեմ տեսել։ Ներկայումս փաստացի ծառայություն անում եմ Թալինում եւ ես ունեմ մի քանի գյուղեր, ինձ համար խոչընդոտում են Թալին քաղաքի եկեղեցի մուտքը, հստակ կերպով, բայց ծառայություն անում եմ հայրենական մարմնի հոգևորականների հետ Այս պահին շփում չունեմ, որտեղ որոշակի լարվածություն կա, բայց ոչ իմ կողմից, այդ լարվածությունը առաջացել է ժամանակի ընթացքում, ելնելով այս ստեղծված իրավիճակից, բայց ասեմ, հոգևոր խորհուրդ են ասում կամ վարչական խորհուրդ, այդ վարչական խորհուրդն էլ ես կարծում եմ ապօրինի է, անհիմն է հիմնվել։ Շատ է, դրա մասին է Եվ կներեք մի բան էլ, որ ասում են
թուղթ էր մեր հարգելի փաստաբանը խափահարում, ասում էր, որ պետական պահպանություն, ես պիտի ասեմ, որ իմ մեքենան, ես չեմ կարող ասել, կրակել են, թե հարվածել են, բայց ես գիշերը եկել կանգնել եմ իմ մեքենայով եւ մինչև լուսաբացվել է իմ մեքենայի հողմապատին վնասված է եղել կամ կրակոցի հետ կա։ Հիմա ընթանում է քննություն, դրան հիմքով քրեական վարույթ կա, այսինքն ես իրավունք չունեմ պաշտպանվելու, այս պետության մեջ իբրև քաղաքացի, այսինքն հսկայական ճնշում կա, իմ անձի վրա եւ իմ ընտանիքի վրա։ Եվ սա ես կարծում եմ նվազագույնն է, որ իմ հանդեպ արվում է որպես պետության կողմից ուշադրություն։ Շնորհակալություն։ Մնացեք Վերջացնենք, ես ձեզ պաշտպանության կողմ մերթով Եվ հարգարժան փաստաբանը նշեց, որ այստեղ նաև վնասների մասին պետք է խոսել, թե ինչքան է վնասվում Արագածոտնի թեմի համայնքը, նույն կերպ մեր կարգավիճակներով պայմանավորված դարձյալ պիտի շեշտեմ, որ այդ նույն համայնքը ինքը դարձյալ վնասներ է կրում։ Եվ այստեղ շատ կարևոր է նաև մեր աշխատանքի կամ մեր ծառայության իրավունքը։ Արդյոք այստեղ մարդու իրավունքների խախտում չկա։ Երբ որ որևէ մեկ մարդ իրավունք ունի ծառայելու կամ իրավունք ունի աշխատելու, այն էլ այդ մարդուն այդ ծառայությունից կամ աշխատանքից զրկում են անհիմն։ Շնորհակալություն։ Մարդաշան դատարան